Այլ հայացք ռուս-ուկրաինական բանակցություններին։ Ստամբուլի Չրաղան պալատում հունիսի 2-ին տեղի ունեցավ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների երկրորդ հանդիպումը։ Ուկրաինայի պատվիրակությունը, ինչպես մայիսի 16-ին կայացած առաջին հանդիպման ժամանակ, գլխավորում էր պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, Ռուսաստանի պատվիրակությունը նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Հանդիպման նախաձեռնությամբ էր հանդես եկել Սերգեյ Լավրովը, առաջարկելով պատրաստել հուշագրերի նախագծեր հնարավոր հրադադարի պայմաններով։ Ուկրաինան համաձայնվեց և փաստաթղթերը փոխանցեց ռուսական կողմին։ Ռուսական պատվիրակությունը հրաժարվեց նախապես տրամադրել իր մշակած հուշագիրը, խոստանալով այն ներկայացնել հանդիպմանը։ Այս հանգամանքով պայմանավորված մինչև վերջին պահը անորոշ էր արդյոք բանակցությունները տեղի կունենան։ Անորոշությունը պայմանավորված էր նաև ռազմական գործողություններով։ Վերջին շաբաթներին ռուսական զորքերը անօդաչ ու թռչող սարքերով զանգվածային հարվածներ էր հասցնում Ուկրաինայի ամբողջ տարածքին։ Ուկրաինական կողմն իր հերթին օրեր առաջ իրականացրել է մի շարք գործողություններ, թիրախավորելով ռուսական ռազմավարական ավիացիան և երկաթուղային ենթակառուցվածքներ։ Վոլոդիմիր Զելենսկին միայն հունիսի 1-ի երեկոյան հաստատեց, որ բանակցությունները տեղի կունենան։ Ստամբուլյան երկրորդ հանդիպումը սկսվեց ուշացումով։ Դրան ներկա էր նաև թուրքական կողմը, արտգործնախարար Հական Ֆիդանի գլխավորությամբ, որը հանդես եկավ բացման խոսքով։ Ռուսական 10 գործակալության փոխանցմամբ բանակցություններից առաջ ուկրաինական և ռուսական պատվիրակությունների ղեկավարներն առանձնազրույց են ունեցել, որը տևել է 2.5 ժամ։ Ուկրաինական կողմը չի մեկնաբանում այդ լուրը։ Ինչ վերաբերում է պատվիրակությունների մասնակցությամբ բանակցություններին, դրանք տևեցին 1 ժամից մի փոքր ավելի։ Ինչպես նախորդ հանդիպման ժամանակ, այս անգամ ևս Ստամբուլում չհաջողվեց բեկում արձանագրել հակամարտության կարգավորման հարցում։ Ձեռք են բերվել պայմանավորվածություններ միայն մարդասիրական հարցերի շուրջ։ Կողմերը համաձայնության են եկել ռազմագերիների նոր ավելի մեծածավալ փոխանակման շուրջ, բոլորը բոլորի դիմաց բանաձևով։ Այն կվերաբերի ռազմագերիների 2 խմբի՝ 25-ից ցածր տարիքի, ինչպես նաև ծանր հիվանդներին և վիրավորներին։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև զոհված զինվորների մարմինների փոխանակման շուրջ։ Հանդիպումից հետո, սակայն, Մեդինսկին հայտարարել է, որ Ռուսաստանը միակողմանիորեն ուկրաինական կողմին կփոխանցի 6000 զոհված ուկրաինացի զինծառայողի մարմին։ Միևնույն ժամանակ ռուսական կողմն առաջարկել է շփման գծի առանձին հատվածներում 2-ից 3 օրով ժամանակավոր հրադադար հաստատել, զոհվածների մարմինները դուրս բերելու նպատակով։ Ուկրաինական պատվիրակության խոսքով գործընթացը կլինի երկկողմ։ Ըստ Ռուստեմ Ումերովի խոսքը 6000-ը 6000-ի դիմաց ձևաչափի մասին է։ Ինչ վերաբերում է կարճաժամկետ հրադադարի առաջարկին, պաշտոնական Կիևն այն ձևական է որակել, նշելով, որ գետնի վրա այդ հարցն այսօր էլ կարգավորվում է կողմերի հրամանատարների մակարդակով և անհրաժեշտ է առավել երկարաժամկետ, առնվազն 30-օրյա հրադադար հաստատել։ Հանդիպման առանցքային մյուս թեման եղել է ուկրաինացի երեխաների հարցը, որոնք ըստ պաշտոնական Կիևի առևանգվել են ուկրաինական օկուպացված շրջաններից և տեղափոխվել Ռուսաստան։ Ումերովը հայտնել է, որ ռուսական կողմին փոխանցվել է համապատասխան երեխաների անուններով։ Մեդինսկին իր հերթին երեխաների թեման որակել է քաղաքական շոու, հերքելով առևանգման մեղադրանքները։ Նրա խոսքով ուկրաինական կողմի տրամադրած ցանկում կա 339 անուն։ Բոլոր դեպքերն առանձին կուսումնասիրվեն և եթե երեխաների ծնողները հայտնվեն, նրանք կվերադարձվեն։ Ստամբուլում կողմերն այս անգամ ևս որևէ առաջընթաց չեն գրանցել ռազմական գործողությունների դադարեցման և խաղաղության համաձայնագրի հասնելու հարցում։ Ռուսական կողմը ուկրաինական պատվիրակությանն է ներկայացրել իր հուշագիրը, որը Կիևն այժմ ուսումնասիրում է։ Ուշագրավ է, որ ռուսական պետական լրատվականները հանդիպումից ժամեր անց հրապարակեցին հուշագրի տեքստը։ Փաստաթուղթը ըստ փորձագետների Ուկրաինայի կապիտուլյացիայի պահանջ է։ Մոսկվան պահանջում է, որ Ուկրաինան ճանաչի Ռուսաստանի ինքնիշխանությունը 5 օկուպացված շրջանների նկատմամբ, այդ թվում Խերսոնի և Զապորոժիեի շրջանների, որոնք ներկայումս ամբողջությամբ չեն գտնվում ռուսական ուժերի վերահսկողության տակ։ Ռուսաստանը պահանջում է նաև, որ Ուկրաինան հրաժարվի որևէ ռազմական դաշինքի միանալուց, սահմանափակի իր բանակի թվաքանակը, ճանաչի ռուսերենը որպես պետական լեզու և աջակցի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկմանը։ Ռուսական կողմը ներկայացրել է նաև հրադադարի հաստատման 2 տարբերակ։ Առաջինի համաձայն ուկրաինական զորքերը անհապաղ պետք է դուրս բերվեն Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններից, Ռուսաստանի հետ համաձայնեցված հեռավորության վրա։ Հրադադարի հաստատման մյուս տարբերակով Ուկրաինան պետք է լիովին հրաժարվի արտաքին ռազմական աջակցությունից, դադարեցնի զորահավաքը, չեղարկի ռազմական դրությունը և անցկացնի նախագահական ու խորհրդարանական ընտրություններ։ Ռուսաստանն այս պահանջներից շատերն առաջ է քաշել նաև նախկինում, սակայն Կիևը կտրականապես մերժել է դրանք։
Ուկրաինական կողմի մշակած հուշագրի բովանդակությունը ևս հայտնի է։ Բանակցություններին ընդառաջ այն հրապարակել էր Reuters գործակալությունը։ Կիևը պնդում է, որ չի համաձայնվի չեզոքության, չի սահմանափակի իր բանակը եւ չի ճանաչի Ռուսաստանի ինքնիշխանությունն իր ինքնիշխան տարածքների նկատմամբ։ Ուկրաինական կողմը պահանջում է լիակատար հրադադար, միջազգային հանրության մասնակցությամբ անվտանգության երաշխիքների մշակում, ինչից հետո պատրաստ է նպաստել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների աստիճանական չեղարկմանը։ Ստամբուլյան հանդիպման ժամանակ ուկրաինական պատվիրակությունն առաջարկել է ևս մեկ հանդիպում անցկացնել հունիսի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, քննարկելու Վլադիմիր Պուտինի եւ Վոլոդիմիր Զելենսկու միջև հանդիպման նախապատրաստման հարցը։ Ըստ Կիևի գագաթնաժողովին կարող է ներկա լինել նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Հանդիպումից ժամեր անց Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ պատրաստ է կազմակերպել Զելենսկի-Պուտին հանդիպումը Ստամբուլում կամ Անկարայում։ Ուկրաինայի նախագահը դրական արձագանքեց նախաձեռնությանը, նշելով, որ հանդիպմանը կարող են ներկա լինել նաև Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների նախագահները։ Սպիտակ տունը նույնպես դրական է արձագանքել, նշելով, որ Դոնալդ Թրամփը պատրաստ է մասնակցել նման հանդիպման։ Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ Ուկրաինայում խաղաղության հաստատման հեռանկարը դեռ մշուշոտ է։ Բավական բարդ է պատկերացնել, որ կարճաժամկետ հեռանկարում Մոսկվան եւ Կիևը կկարողանան ընդհանուր հայտարարի գալ եւ իրարից արմատապես տարբերվող հուշագրերի նախագծերի հիման վրա մշակել համատեղ փաստաթուղթ։ Ինչ վերաբերում է երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման հեռանկարին, առանց հիմնարար հարցերում թեկուզ փոքր առաջընթացի, դրա հավանականությունը ևս փոքր է։